Նա իր ինքն էր գնում աշխատում, բերում այդտեղ իր տալյանուսնու հետ աշխատում էին այդ 13 նավը, դա սոր մի հոգի չեն կարում էլի, մենք ընդհանուր ընտանիքով մնանք, 13-ը չեն կարա այդքան պահել։ Իսկ գյուղում լավ, փոքր գյուղը ինչով են աշխատում, ինչով են ապրում։ Ռեստորանում ինքը աման լվացող, պասուդամոյչիկ, սենց հայերեն ասած պասուդամոյչիկ, Միելի կամերան ֆրացրու եղբայր վրես, պասուդամոչիկ, էդ օրը հակառակի պես, ես հագնած ամեն առավոտ գալիս են կոնֆետին բալիկի հետ տարի 7 ամսականը, ուտում են գնում են, եկավ կերավ, գնաց, պարտեզի ժամը մեկն էր, եկավ, մտավ տուն, բա մտնեմ տունը, փոխվեմ գամ, ես էլ մտա տուն, ոսոր մեր հարևանուին պիտի գար սրճ խմեինք, ծնունդս ա եղել, առաջի 23-ը, հետո եկավ տուն, մտանք, հետո մեր իրա մաման եկավ գործեց, վարդ, կարող է երեխուն տեսուրս, երեխուն, չէ, տանը չի, բա չկա, ու այդ մենք ընդհանուր խմբով այդ ովքեր էինք տանը, մեր հարևաններ, իջել ենք հենց անտառ, հիմա մտածել ենք անտառն է իջել, մենք միջև ջիլի տակից, միջև ծափաթաղ, ոտով այդ պոեզի գծերով քայլելով, գնում ենք, մարդիկ լծվել են անտառ, այդ երեխեն հաց չէր, որ շունը ուտի ու կորչի։ Ուրեմն Աստված ամենակ իմանում ինչա պատահել, Աստված։ Պետք չի ծնողին մեղադրել, որ մաման ծախեց, մեկը գրում մաման ծախեց, մեկը գրում մաման սպանեց տարավ թաղեց, հա, Հայաստանում կան դեպքեր տենց, կարդում ենք, լսում ենք, բայց այս քանի տարի մենք ստեղ ենք այդ ընտանիքից տենց դեպք չենք տեսել, ճիշտն ասած, վատն էլ չենք տեսել, իրանք շատ օգնող ընտանիք են եղել, իմ ամուսին ձկնորսը միշտ ինքը գալիս էր օգնում էր, չէ, չի եղել տենց դեպք, մենք չենք հիշում տենց դեպք, իրանցից վատը կռվեն, լնեն, իրար ընտանիքներ կան, չէ, որ իրար մեջ իրար կոնֆլիկտներ ունեն, հարևաններ կան, որ այս վերջում չէր այդ դեպքը, որ հարևանը հարևանին սպանեց Արամուսի դաշտում, չկա տես բան չի եղել, մենք մեր գյուղով սպայկա ենք եղել, թե այս ինչեր չհասկացանք տենց էլ, մենք ապահովագրված չենք, հարգելի լրագրող ջան, մենք բոլորս ապահովագրված չենք, որ այսօր ճիշտ է, ձեր աշխատանքն է, բայց ձեր մեջներ կան լրագրողներ, որ ահա որ փիղ են սարքում, բանը լում փիղ են սարքում, այնքան են խեղճ երեխու ծնողներ, այնքան դրին վերցին երեխեն սենց էր մաման ունենց էր, պապան ունենց էր, միջև մահացավ են մարդի ֆակտ ստացավ դարտից։ Հիմա այն հարցը, որ պետք չի, հարևանի տուն չեք մտել։ Ամեն ինչ անում ենք էթիկայի սահմաններում։ Հա, հարևանի տուն դուք չեք մտել։ Էք չէ, հարևանների տուն ես համոզված եմ, որ ոչ մի լրագրող չի մտել։ Հարևանի տուն չեն մտել։ Չեք հարցրել, դուք ինչից եզրակացիք, երեխեն կապտուկ, եթե թեկուզ եւ երեխեքը տես կապտուկների մեջ սխալ եմ ասում ռիտատոտ, դու նպաստ տրամադրող սոց աշխատող ես, ինչի եթե այդ վիճակն է, ինչ ես թույլ տալի, որ այդ վիճակը ստեղծվի, բախի մենք չենք տենում, ժողովուրդ ջան։